Բելգրադում հակակառավարական ցույցեր ու բախումներ են, մոտ 140,000 մարդ պահանջում է արտահերթ ընտրություններ։ Ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ։ Ուժայինները արդյունքաբեր գազ և մահակներ են կիրառել։ Ըստ ոստիկանության, ֆիզիկական ուժ է կիրառվել, երբ ցուցարարները փորձել են ճեղքել շղթան, քարեր ու շշեր նետել իրավապահների ուղղությամբ։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադում գիշերային անկարգությունների ժամանակ միայն հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային զոհերից։ Նրա խոսքով, Սերբիայի մայրաքաղաքը ցնցվում է օտարերկրյա ուժերից սնվող ընդդիմության գործողությունների պատճառով։ Որոշ օտարերկրյա ուժեր չեն կարողանում հանդուրժել, որ Սերբիան ազատ է, անկախ և ինքնիշխան, կիրակնօրյա ուղերձում նշել է Վուչիչը։ 2017 թվականից պաշտոնավարող Վուչիչը հաստատել է, որ արտահերթ ընտրություններ չի լինի, իսկ ընդդիմությունը քվեարկությամբ իշխանափոխության կարող է հասնել 2026-ին։ Հակակառավարական ցույցերը Սերբիայում գլուխ են բարձրացրել անցյալ տարվա նոյեմբերից, երբ Սերբիայի Նովի Սադ քաղաքում 50 մետրանոց երկաթուղային կայանի տանիքը փլուզվեց, խլելով 16 մարդու կյանք։ Բելգրադի փողոցներ դուրս եկած մարդիկ մեղադրում են նախագահ Վուչիչին գործը չհետաքննելու և մեղավորներին չգտնելու համար։ Անկարգությունների վերջին ալիքը սրվել է հունիսի 25-ին, բացի Բելգորոդից նաև 22 սերբիական քաղաքներում։ Բախումների հետևանքով տուժել է 48 ոստիկան, ձերբակալվել է 77 մարդ։ Սերբիայի նախագահի խոսքով համաներում չի լինելու և օրինազանցները պատասխան են տալու։ Վաղ առավոտից փակ են Սերբիայի փողոցները, ցույցերի մասնակիցները մայրաքաղաքի 30 փողոցներում մետաղյա ցանկապատեր և աղբամաններ են տեղադրել, արգելափակելով գազել կամուրջը, որը կապում է Սավա գետի երկու ափերը։ Ոստիկանությունը փորձում է կարգ ու կանոն հաստատել Բելգրադի փողոցներում։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։